Վերջի շաբաթներին բավականին լուրջ դժգոհություն ենք ստանում մեր թոշակառուներից կապված հերթական պարտադրանքի հետ, որով թոշակառուները այսուհետ պարտադիր պետք է թոշակը ստանան քարտերով։ Մինչև այժմ կար հնարավորություն որոշ դեպքերում թոշակը ստանալ կանխիկ։ Իհարկե առաջին հայացքից թվում է, թե ինչ վատ բան կա սրա մեջ, քարտով թոշակ են ստանում, քարտով գործարքներ են անում։ Ընդհանրապես մեր մոտեցումը այն է, որ պետությունը ոչ թե պետք է ինչ-որ բան պարտադրի, այլ ստեղծի պայմաններ եւ եթե ինչ-որ հնարավորություն տրվի օրինակ նույն քարտով ստանալ, դա լինի ընդհանրապես թոշակառուի ընտրությունը, բայց ոչ մի դեպքում պարտադրանք, այն էլ թոշակի պարագայում, երբ սա մարդու սահմանադրական իրավունքն է ստանալ թոշակ։ Խնդիրը ինչու՞մ է կայանում, որ մենք գիտենք, որ հարյուրավոր բնակավայրեր, փոքր գյուղեր կան, որտեղ ընդհանրապես բանկոմատներ կամ բանկի մասնաճյուղեր չկան, եւ երբ օրինակ մեր թոշակառուները քարտից փորձում են գումար կանխիկացնել, օրինակ հարևանից գյուղմթերք առնեն, չունեն այդ հնարավորությունը։ Եվ սա առաջացնում է լուրջ խնդիրներ, առավել եւս կապված տարիքի շարժունակության հետ, եւ թոշակառուները ստիպված պետք է գնան մոտակա քաղաք կանխիկ գործարքներ անելու։ Իսկ ինչն է այստեղ նաեւ շատ հատկանշական։ Վերջերս ուսումնասիրում էինք կառավարության անդամների հայտարարագրերը։ Պարզվում է, որ կառավարության անդամների մեծ մասը վարչապետից սկսած հայտարարագրում են բավականին մեծ կանխիկ գումար։ Օրինակ փոխվարչապետներից մեկը հայտարարել է 50 միլիոն կանխիկ դրամ։ Այսինքն կառավարությունը մի կողմից թոշակառուներին պարտադրում է այդ 10, 20, 30, 40 հազար դրամը ստանալ քարտով, բայց իրենք միլիոնավոր դրամներ պահում են կանխիկ։ Կառավարությանը խորհուրդ եմ տալիս առաջին հերթին իրենց արգելեն կանխիկ գործարքները, հետո նոր անցնեն թոշակառուներին կամ բնակչության մյուս խավերին։